Սա երկկողմանի կարևոր նախաձեռնություն է ըստ էության թե Հայաստանի Հանրապետության համար եւ թե Եվրոպական միության համար եւ վիզաների ազատականացման երկխոսությունը առաջին հերթին նաեւ մեր քաղաքացիներին տարբեր հնարավորություններ տալու մասին է, ուստի այս տեսանկյունից ժամկետներն առավելապես Հայաստանի Հանրապետության, այսպես ասեմ, դաշտում են գտնվում, ինչքան արագ մենք կկարողանանք եւ ինչքան որակով մենք կկարողանանք իրականացնել գործողությունների ծրագրում նախատեսված միջոցառումները, որևէ ժամկետային սահմանափակում որևէ ձևով գործընկերների կողմից տրամադրված գործողությունների ծրագրում չկա, այսինքն հայկական կողմից է կախված, թե այս գործողությունները ինչ ժամկետում կիրականացվեն, եւ երբ որ ես նշեցի ինստիտուցիոնալ մեխանիզմների ձևավորման մասին, շարունակելով միտքս կուզենայի նշել, որ մենք ճանապարհային քարտեզ ենք մշակում Հայաստանի կառույցների համար, որպեսզի յուրաքանչյուրս մեր ներսում իմանանք, թե մեզանից կախված որ գործողության համար ինչպիսի վերջնաժամկետ ենք տեսնում իրականացնելու համար, որ մեր քաղաքացին կարողանա վիզաների ազատականացման երկխոսության արդյունքները հնարավորինս շուտ տեսնի, բայց նորից եմ ուզում շեշտել, մենք անելու ենք բոլոր գործողությունները, ստանձնել ենք այդ հանձնառությունը, մի շարք գործողություններ արդեն իսկ մեր գնահատմամբ կատարված են եւ ես հուսով եմ, որ երբ որ կտեսնենք առաջին գնահատման զեկույցը, այդտեղ եւս կլինեն այդպիսի արձանագրումներ, վստահ եմ, կլինեն գործողություններ, որոնք այս պայծրությամբ ընթացքում են եւ մենք հանձնառություն ունենք շարունակելու եւ լիակատար ապահովելու դրանց իրականացումը, բայց առավելապես կարեւորում եմ, որ մենք այդ գործողություններն անելու ենք որակով, որովհետև ամբողջ ծրագիրն ըստ էության Հայաստանի Հանրապետությունում տարբեր ոլորտներով նոր ստանդարտ բերելն է, մեր քաղաքացիների կյանքի որակը ավելի բարելավելն է եւ հետեւաբար մենք ջանք չենք խնայելու այս տեսանկյունից։ Իհարկե, ներգերատեսչական մակարդակում մենք ինքներս շատ պահանջկոտ ենք մեր նկատմամբ գտնվում այս պահին, շատ ավելի սեմ ժամկետներ ենք ինքներս մեզ համար նախատեսել տարբեր միջոցառումների կատարման տեսանկյունից, բայց պատասխանելով ձեր հարցին նշեմ, որ որևէ սահմանափակում եվրոպական կողմից չկա, դաշտում է հայկական կողմի դաշտում է ըստ էության գտնվում որևէ ժամկետում միջոցառում կատարելը եւ հետո գործընկերներին ներկայացնելը։